Էլեկտրական ցանցերը խլեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ինչ անեն։ Հա որ միացնեն Ադրբեջանին։ Հա, չեք նայել նորությունները։ Պետք է միացվի Ադրբեջանի ցանցին։ Իրար մեզ բաժանեն, ինչ պետք է անեն։ Ես որ երկիրն է, ես որ թիվն է, որ բերեն պետականացնեն կամ ես կամ խոսը մեր պետք է հետ բերենք մյուսից կերան, տարան, բերեցին։ Հիմա իրանցի շատ ավելի իրանք են, նրանց շատ ավելի իրանք են թալանում տանում։ Ով էին, ինչ դառան։ Դե արդեն հայտարարեցին, որ էլեկտրական ցանցերը Ադրբեջանի էներգոհամակարգին են միացնում։ Սրանից են կոմել, ես ինչ կարող եմ ասել։ Այս ժողովուրդը պետք է սրա մասին մտածի։ Մենք ամեն ինչ կարող ենք ասել, բայց նաև ժողովրդի խնդիրն է, որ վաղը մյուս օրը ինչ է լինելու այս երկրում։ Ամբողջ աշխարհը սեփականություն է տիրում, կապիտալիստական համակարգ։ Ոնց կարա սեփականացնել։ Ինչ որ միտեղ ներդրում է կատարել, չէ՞ այն մարդը։ Ոչմ ժողովրդական բան չի անում, էլ չի կարելի ծեվի մոտեցում բան։ Ժողովուրդն էլ մարդիկ են հասկանում են։ Դրա համար ամեն օր լուսում ենք։ Երբ ուզենան կանջադեն միացնենք։ Առանց մարդկանց տեղյակ պահելու։ Խլեցին, որտեղին մեր պաշարին խալաձենիկը վառվեց, տելևիզորը մի քոր տելևիզոր ունեին, այ դա վառվեց։ Այ ինչ արեցին։ Խլեցին ինչ դենանի։ Լույսերը ռոպեն մի հետ անջատում են, մեկ էլ տեղ վառվում։ Գնաց լույսը։ Բայրար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար Արդար չի։ Որովհետև դա միակ հայնա, որ կարողացել է դեռ 90-91 թվականներից օգնի բոլորին։ Ինչ բարերություն ասես արել է ինքը։ Իսկ իրանք ինչ են արել, որ հետևից ընկան մի հատ դատակ խոսքի համար կալանավորեցին։ Հիմա ինչ որ բրտուկներ են ման գալիս, որ ինչ որ մի հատ սխալ վերեն գտնեն, որ նորից կալանավորեն։ Չէ, նա ինքը այդքան իրավունք չունի, պրոստը ինքը փորձը, ինքը վախից անում ամեն ինչ, ինքը շատ ահավոր վախկոտ մարդ է։ Բարիս բուն իմաստով։ Սամվել Կարապետյանի պես մարդուն կարելի է նստացնել։ Գիտես ինչ էր սարքեք իրողական։ Մենակ իրան չկալանավորեցին, շատ մարդկանց են կալանավորել այդ պատրվակով։ Դա երևի այլ նպատակներ ունի։ Այսինքն Հիմիկվա ղեկավարությունը կամ ԿՊ-ն մտածում է վերացնել իր մրցակիցներին։ Որովհետև այն մարդը ինչ որ արել է, բարեգործություն էլ արել է, որից ամեն ինչ էլ արել է, արած ունի, ինչ որ մի բան արած ունի։ Բայց ես չեմ բանանում, որ ոնց է նրանք եկա բանանում։ Ինչ որ միտեղ արած ունի, չէ՞։ Եթե մարդը իր եկեղեցին պաշտպանում է ու դրա համար նրան կալանավորում են, կամ եթե ասում է մեր ձևով հարցերը կլուծենք, դրա համար իրան, այսինքն մեր երկրում տիրում է, ինչ ասեմ, որ ճնշում է տիրում, եթե մեկը ուզում է ազատ կամքով արտահայտվի, բոլորին ճնշում են, բոլորին գաղտնի հետևում են, բոլորին այցելում են։ Այսքան բացահայտումներ ա եղնում, չենք տեսնում ինչա կատարվի, բայց որ նա բարի գործեր ա արել, իր ամբողջ Կալինինոյի այդ աղքատների տները, ով որ տանիք չունի, ով որ փողոցները, մայթերը, այնքան գեղեցիկ գործեր արել, հիանում եմ, Կալինինոն դարձել ա ոնց որ Հայաստանի երկրորդ քաղաքը, այնքան գեղեցիկ բաներ ա սարքել։ Հետևաբար թողորտնվեն նրանք, ովքեր ժողովրդի համար ինչ որ բաներ անում են։ Չէ, նա այդ ամբողջ Հայաստանին իր ներդրումը լավություն է, իր ներդրումն արել է։ Բայց ինչի է նան բանտարկում, ես չեմ հասկանում։ Դա խելքին մոտիկ բան չէ։ Ով որ մի քիչ խելքով նան բանտարկում է, որ առաջ չընկնել, իր տեղը չզբաղացնի։ Դա ես իմ տեսակետով ոչ, Կարապետյանը մի հատ լավ հայ ազգի բարերար տղա եղել, ճիշտ է, անձամբ չէ սենք օգնություն տվեի կամ ես ինչեր արել, բայց ինքը մեր հայ ազգի համար շատ բան ունի արած։ Մեր Կիրովագանի, Վանաձորի հիվանդանոցները կերտայր փտած, փոդած, սարքեց մարդը, ամեն տեղ Ղարաբաղ սարքեց, մեր Արցախի հիվանդանոցները, ինչ տեներ որ այդ մարդու ինքը կենտանի օրոք պետք է գնահատենք, մեդալ դիտաս այդ մարդուն, արձանը դնես, որպես որ մարդիկ տեսնին, որ այս ծևի մենք բարերար ենք ունեցի։ Եթե այն մարդը շնորհքով հիմնար գա
հիվանդանոց ասարկի գնում ենք շնորհքով գալիս ենք։ Այդ մարդը ինչ արել, հայեր համար արել, որ թուրք համար չի արել։ Թուրքն ուզում է որ տա Կարապետյանին իրա։ Ինչի համար։ Որ Հայաստանի բարելավում արել, հա